Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Անտապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք տեսակապով Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ։ Ողջունում եմ պարոն Ղուկասյան, մեր հրավերը ընդունելու համար շնորհակալություն եմ հայտնում եւ հիմա հեռավոր Վալենսիայում բավականին վաղ է։ Շնորհակալություն, որ այս ժամին միացել եք մեր եթերին։ Ասեմ, որ մեր եթերը հեռարձակվում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում մոտ 35 կայաններով, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ABC եւ Ֆրեզնոյի Նուր, Լոս Անջելեսի ABC եւ Ֆրեզնոյի Նուր ալիքով, ինչպես նաև մեր եթերին կարելի է հետևել նաև մեր YouTube-յան ուղիղ հեռարձակումով։ Եվ այսպես Արարատ, մենք վաղուց ենք ծանոթ, երևի արդեն 20 տարուց ավել, եթե ոչ ավել։ Ես կխնդրեի, որպեսզի մեր հանդիսատեսներին նախ եւ առաջ պատմես մի փոքր ձեր միության մասին, երբ եք ստեղծել, ինչի համար, ինչպես, համեցեք։ Բարև ձեզ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ այո, մենք արդեն բանից ծանոթ ենք եւ բազմաթիվ միջոցառումների ենք մասնակցել միասին եւ հաճելի է իհարկե, որ այս կապը երբեք չի կտրվում եւ կարողանում ենք կապ հեղինքի տարբեր կառույցների հետ, տարբեր լրատվամիջոցների հետ պահպանել։ Այո, հայկական միությունը Վալենսիայում ստեղծվել է 2004 թվականին։ Դա առաջին հայկական կազմակերպությունն է, որը ստեղծվել է Իսպանիայում։ Եվ 2004 թվականից ի վեր անխափան աշխատում ենք հայապահպանության, հայ ինքնության պահպանման եւ ինչպես նաեւ ինտեգրման դուրս։ Հայկական միությունը ստեղծել է Իսպանիայում առաջին հայկական կիրակնօրյա դպրոցը եւ 2004 թվականից ի վեր նաեւ աշխատում ենք հայապահպանությամբ, աշխատում ենք մայրենի դասավանդման երեխաներին, որպեսզի կարողանանք պահպանել այն ամենահզոր զենքը, որն է հայոց լեզուն, որպեսզի կարողանանք ավելի էֆեկտիվ պայքարել ուսուցման դեմ։ Բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնել եւ դպրոցի շրջանակներում եւ համայնքի շրջանակում, ինչպես նաեւ ներկայացրել ենք հայկական եւ ներկայացնում ենք հայկական մշակույթը իսպանական շրջանակներում, որպեսզի կարողանանք դառնալ ավելի ճանաչելի։ Մեր միջոցով Իսպանիայի 33 քաղաք եւ 1 մարզ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, ընդհանուր առմամբ Իսպանիայում 45 քաղաք եւ 6 մարզ արդեն ճանաչել են հայոց ցեղասպանությունը, հիմա աշխատանք է տարվում, որպեսզի նաեւ կենտրոնական կառավարությունը ճանաչի, ինչպես նաեւ մյուս մարզերը։ Աշխատանքը շարունակվում է, ճիշտ է, հիմա մի քիչ ավելի դժվար, քանի որ տեսնում ենք, որ քաղաքական ինքները Հայաստանում փոխվել է, քաղաքական կուրսը փոխվել է, այդ առումով հենց հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մի քիչ ավելի դժվարություններ կան, սակայն աշխատում ենք, որպեսզի պատմական արդարությունը վերականգնվի եւ Իսպանիան լրացնի այն երկրների շարքը, որոնք ճանաչել են ցեղասպանությունը։ Բացի դրանից իրականացրել ենք բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք թույլ են տալիս իսպանացիներին ճանաչել հայոց մշակույթը, հայոց բազմադարյա պատմությունը եւ ավելի ներկայանալի լինել իսպանական շրջանակներում։ Շնորհակալություն Արարատ, եւ ես կուզենայի հետեւյալ հարցը տալ։ Հայաստանի Հանրապետությունը վերջիվերջո մեծ հաշվով երբեք էլ իրեն չի դրսևորել որպես աշխարհույթ
տարբեր ծառերում ապրող հայերենի պետություն։ Այսինքն ես չգիտեմ որքանով է, ասենք Իսպանիայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող հայը զգում, որ ինչ-որ պետություն ունի որոշակի գործառույթներ կամ պաշտպանություն։ Այդ իմաստով Հայաստանը երբեք ազգային պետություն չի եղել, բայց ինչպես կգնահատեք Հայաստան պետության այս կուրսի փոփոխությունը, հատկապես ցեղասպանության հետ կապված, արդյոք ազդել է դա Հայաստան-Սփյուռք ընդհանուր կապերի վրա, արդյոք այն մշակութային օժանդակությունը, որը ուներ Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի տարբեր գաղթօջախների, դպրոցների, հայկական համայնքների հետ, այդպիսի ծրագրերը շարունակվում են։ Ընդհանրապես ինչ եք տեսնում դուք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ապագան, ինչպես եք տեսնում Հայաստանի այս կուրսի պահպանման պարագայում։ Իհարկե, առաջին հերթին պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչպես է ստեղծվել Սփյուռքը, ինչու է ստեղծվել Սփյուռքը, եթե հաշվի չառնենք 15-րդ, 16-րդ դարերում ստեղծված գաղթօջախները, այն ժամանակ, երբ որ հայկական լեռնաշարում հայկական պետականություն չի եղել։ Ընդհանուր առմամբ Սփյուռքը ստեղծվել է ցեղասպանությունից հետո։ Եվ եթե աշխարհը դեռևս եւ առավել եւս Թուրքիան դեռևս չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ այս հարցը տեսնում ենք, որ միտում կա, որ ուզում են հանել Սփյուռքի օրակարգից, այսպես ասենք օրակարգից, դա նշանակում է, որ ինչ որ բան խաթարվել է հենց Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Մոռացության տալով այդպիսի կարևոր իրադարձություն, ինչպիսին հայոց ցեղասպանությունն է, այն դեպքում, երբ որ աշխարհի տարբեր երկրներ արդեն սկսում են ճանաչել այն, թեկուզ դա լինի քաղաքական նկատառումներով, թեկուզ դա լինի իրենց շահերի նկատառումներով, այնուամենայնիվ ճանաչում են, որոշ դեպքերում նաև դա որպես գործիք են օգտագործում, այդուհանդերձ մենք այս կուրսը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կուրսը չպետք է թողնենք։ Մենք միշտ պիտի լինենք առաջամարտիկը, միշտ պիտի լինենք այն պայքարողը, որը պայքարել է հենց պատմական արդարության վերականգնման համար։ Ի վերջո, ես կարծում եմ, որ ժամանակ է գալու, երբ որ Թուրքիան նույնպես ճանաչելու է հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում մենք ինչ ենք անում, ինչ ենք ասելու ենք պետք չի ճանաչել։ Ես կարծում եմ, որ այս առումով շատ համայնքներում, Սփյուռքի շատ համայնքներում հենց համայնքի միասնությունը պահպանել է այս պատմական արդարությունը վերականգնելու համար պայքարը։ Եթե մենք այդ պայքարը լքում ենք, ուրեմն նշանակում է այդ միասնությունն է, Սփյուռքի մեջ միասնությունը աստիճանաբար թուլանում է։ Սա է մեզ որոշ դեպքերում, ամեն դեպքում որոշ դեպքերում միավորել։ Բացի դրանից, եթե խոսքը վերաբերում է օրինակ Իսպանիայի հայ համայնքի մասին, ասենք, որ այնքան համայնք չէ, չի ձևավորվել ցեղասպանությունից հետո, բայց նաև մենք ժառանգներ ենք եւ տեսել ենք այն դարաշրջանը, երբ որ անկում է ապրել Խորհրդային Միությունը, երբ որ սկսվել է Արցախյան առաջին պատերազմը, մենք սերունդներն ենք այդ իրադարձությունների, այսինքն Իսպանիայի հայկական համայնքը ստեղծվել է 90-ական թվականներին ելնելով հենց այս իրադարձություններից։ Եվ սա էլ պետք է հաշվի առնել, որ Իսպանիայում Հայաստանը դեռևս անճանաչելի երկիր էր, երբ որ մենք սկսել ենք արձակել հենց ասենք հայոց ցեղասպանության հարցը։ Այս առումով աշխատանքը շատ է եւ
երբ որ տեսնում ենք, որ Հայաստանում քաղաքական կուրսը փոխվում է, կոնկրետ այս հարցում արդեն սկսում է դժվարություններ առաջանալ, երբ որ սկսում ենք դիմել, ասենք, տարբեր կառավարություններին, մարզային կամ տեղական իշխանություններին, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն ցեղասպանությունը։ Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք կապերին, ակնհայտ է, որ այն աստիճանաբար թուլացել է եւ որոշ նաեւ տենդենս է նկատվել Սփյուռքը պառակտելու այդ գործընթացը։ Այդ գործընթացը նկատվել է, քանի որ կառավարության կողմից մանավանդ երբ որ Սփյուռքի նախարարությունը փակվեց, որի միջոցով տարբեր միջոցառումներ է իրականացում Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր երկրներում, Հայաստան-Սփյուռք կապը աստիճանաբար նվազեց եւ սա նաեւ հետևանք է այն քաղաքականության, որը տանում է ներկայիս իշխանությունը, Հայաստանի իշխանությունը։ Սա իհարկե պետք է վերանայվի, իհարկե պետք է հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, ով է ասում, որ չպետք է ունենանք եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ մեր սահմանում գտնվող բոլոր երկրների հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսենք այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։ Ակնհայտ է, որ ցեղասպանության հարցը առաջնահերթություն չդարձնելը, դա ինչպես ներքին համոզմունքի, այնպես էլ արտաքին ճնշումների արդյունք է։ Եվ եթե դա դառնում է մեր քաղաքականության առանցքային գիծը, ապա ստացվում է այսպիսի իրավիճակ, ինչպես ստացվեց, ասենք, մոտավորապես մեկ ամիս առաջ այդ Իսրայելի կառավարության կողմից ճանաչելու պարագայում, երբ Հայաստանի ղեկավարության ռեակցիան ընդհանրապես այն էր, որ եկեք դա գործիք մի դարձրեք, զենք մի դարձրեք։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի կառավարությունը ճիշտ վարվեց այդպես արձագանքելով, որովհետև ինչպես հետագայում ընթացքը ցույց տվեց, ինչպես բազմաթիվ անգամ եղել էր Իսրայելի պարագայում, նրանք փորձել էին ճանաչել, հետո ինչ-որ փուլում կանգ էր առել եւ ուրեմն Հայաստանը եւ հայերը հայտնվել էին ինչ-որ իմաստով խոցելի վիճակում։ Ձեր մոտեցումը այս հարցին։ Իհարկե Հայաստանի կառավարության պատասխանը շատ անհարիր էր։ Ես կասեի նույնիսկ ոչ թե թույլ էր, այլ հայկական ինչ-որ մի պատասխան էր, որը չես հասկանում դեպի ուր է տանում։ Պատասխանը պետք է լիներ, որ մենք գնահատում ենք Իսրայելի ձգտումները վերականգնելու պատմական արդարությունը։ Շնորհակալ ենք, որ Իսրայելը նույնպես վերացնում է այն երկրների շարքը, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Դա պետք է լիներ պատասխանը ակնհայտ։ Պարտադիր չէր Թուրքիայի անունը շեշտել այնտեղ, որպեսզի, այսպես ասած, հանկարծ Էրդողանը չնեղանա։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը նաև որ Թուրքիան գաղտնիք չէ, որ Հայաստանը հիմա ավելի քան երբևէ ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել, բացել սահմանները, ճանապարհները գործարկել եւ այլն։ Արդյոք Հայաստանի կողմից այլ ռեակցիան կամ նեյտրալ ռեակցիան խոչընդոտ չէր լինի առանցատել շատ դժվար Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Ես կարծում եմ, որ Թուրքիան այսպես թե այնպես պետք է բացի Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը, որովհետեւ դա մեծ հաշվով աշխարհքաղաքական հարց է եւ նույնիսկ մեծ հաշվով կապված չէ Թուրքիայի հետ եւ շատ դեպքերում նաեւ հիմա ճնշում է գնում Թուրքիայի վրա, որպեսզի նա որքան հնարավոր է շուտ բացի այդ սահմանը։ Եվ
շնորհակալություն հայտնելով Իսրայելի կառավարությանը, որ ճանաչել է հայոց ցեղասպանությունը, դրանով ինչ որ փակուղի չէր գնալու այս հարցը, Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացման հարցը եւ հարաբերությունների կարգավորման հարցը։ Ի վերջո նորից կրկնում եմ, որ ժամանակ է գալու, որ Թուրքիան ընդունելու է եւ ճանաչելու է հայոց ցեղասպանությունը։ Եվ ավելի լավ է հիմա նույնիսկ ոչ ոք էլ չի ստիպում ասելու, որ ասեք, որ մեր արտաքին քաղաքական կուրսի մեջ հայոց ցեղասպանությունը առաջնակարգ տեղ չի։ Ով է ձեզ ստիպում, որ դա ասեք։ Ասեք, ով է ստիպում։ Ոչ ոք չի ստիպում, ոչ ոք չի ասում, ոչ ոք նույնիսկ չի էլ հարցնում, այդպիսի հարց նույնիսկ չի հնչում, իսկ Հայաստան հարցունից ժամանակ առ ժամանակ դա շեշտում են, որ մեր արտաքին քաղաքականության կուրսում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթ հարց չի։ Դա նույնիսկ եթե չեք ուզում այդ հարցով զբաղվել կամ չեք ուզում որպեսզի մեծ արձագանք ունենա, ընդհանրապես կարելի է լռել, տարբեր գործողություններ իրականացնել, բայց լռել, ոչ թե անընդհատ շեշտել, որ հայոց ցեղասպանության ճանաչման նույնիսկ արդեն հայոցն են վախենում արտահայտել հայոց բառը, ցեղասպանության ճանաչման հարց են ասում, այսինքն ընդհանրացնելով, որպեսզի հանկարծ մեր հարևանը, այսպես ասած, չնեղանա այդ հարցում։ Ես կարծում եմ, որ ինչքան որ մենք ինքներս աշխատենք ակել այդ հարցը, այսպես ասած, ավելի վատ տպավորություն ենք թողնում հենց Թուրքիայի առաջ։ Այդպես եմ կարծում, հաշվի այսինքն նկատի ունենալով անգամ հայոց Թուրքը, նկատի ունենալով անգամ հայրենիքը մեր, որը պետք է պայքարի այդ հարցի շուրջ։ Մենք պարզապես Թուրքիայի աչքի առաջ դառնում ենք ավելի կրավորական կեցվածք ընդունող ազգ կամ երկիր։ Ես ուզում եմ այսպիսի մի հարց էլ տալ, չնայած ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ ի վեր միշտ խոսում էր այն մասին, որ ցեղասպանության հարցը ավելի շատ բարձրացնում են Սփյուռքում եւ սփյուռքահայերն են, որ անընդհատ ազդում են Հայաստանի վրա, որ այդ հարցը վառ պահի։ Արդյոք չեք կարծում, որ Սփյուռքի հետ հարաբերությունների որոշակի սառեցումը կապված է նաեւ այդ հարցի հետ, որ այդ ուղղությամբ էլ Հայաստանի վրա ճնշում կա։ Այո, իհարկե, ճնշում կա, Սփյուռքը մեծ գործոն է եւ ավելի ուժեղ գործիքներից մեկն է հիմա այս հարցում, դրա համար Թուրքիան ավելի շատ հիմա վախենում է մեր այդ ռեսուրսի վրա։ Լավ, բայելով պիտի պայքարեր հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Իհարկե Սփյուռքը, որը առաջացել է հենց ցեղասպանության պատճառով, ցեղասպանության հետևանք է Սփյուռքը։ Եվ ինչու չպետք է պայքարի։ Հայաստանը չի կարողացել 100 պատշաճի պայքարել, որովհետև 70 տարիների ընթացքում խորհրդային միության կազմում գրեթե արգել եղել այդ մասին խոսել։ 90-ականներից է սկսել մեր պայքարը հայրենիքից եւ այդ առումով կապը ավելի է ամրապնդվել Սփյուռքի հետ։ Ինձ թվում է հենց անկյունակարային հարցերից մեկն էլ հենց այդ է, որ հայրենիքի եւ Սփյուռքի միջև կապը հաստատվել է հենց այդ պայքարի շնորհիվ։ Հայաստանի 91 թվականի անկախությունից վերանկախությունից հետո։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի։ Մենք արդեն հեռախոսազանգեր ունենք եւ գովազդից անմիջապես հետո ես կփորձեմ պատասխանել նրանցից մի քանիսին եւ մենք անցնենք առաջ։ Հիմա գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ։ Մենք ինչպես խոստացա ունենք հեռախոսազանգ, հիշեցնում եմ, որ եթերում սել հեռուստադիտողներ չի կարելի որակավորումներ տալ, հայոյել, ասեք ձեր միտքը պարզ բառերով եւ խնդրում եմ հարցեր ուղղել մեր բանախոսին։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Հարցս գիտեք ինչն է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ Թուրքի ցանկացած Թուրքի քաղաքներից, սովետի, որտեղից որ ուզում է լինի, որևէ լիհատ հայ, որ եկել է Հայաստան, կառավարությունը տեղ չի տվել, չի օգնել որևէ հարցում, որպեսզի նրանք մնան։ Այն հակառակը այնպիսի իրավիճակ է եղել, որ ինքնստիկյան թողել գնացել են դեռ են տարիներին, տասնամյակներ շարունակ։ Իսկ հարցը, որ վերաբերվում է Իսրայելը ընդունել է, չի ընդունել ցեղասպանությունը։ Դեռ Լևոնը, որ ընդունվեց որպես ղեկավար միտինգների ժամանակ, շատ մարդիկ կային Իսրայելից այստեղ, որ մենք ուզում ենք, որ կապից դուրս գան, եւ ես ինքս վկա եմ եղել։ Նրանք միշտ կամեցել են, որ մեր հետ կապի մեջ դուրս գան, որևէ հարցով։ Մենք ինքնստիկյան հեռացել ենք, չգիտեմ ինչի համար։ Այդքան բան, հիմա էլ որ ընդունել են, պետք է շնորհակալ լինեն։ Ամբողջ օտարները ընդունում են։ Մենք էլ ինչ որ եղել է, պետք է ընդունենք ու իմանանք մեր անելիքը, առանց մոռանալու որևէ բան։ Շնորհակալություն։ Եվ գործենք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լսեցիք հուսով եմ հարցը,
պարոն Ղուկասյան, եթե անդրադարձություն եք, խնդրեմ։ Այո, իհարկե, ճիշտ է ասում Տիկինը, տասնամյակներ շարունակ չի եղել Հայաստանի կառավարության կողմից հայրենադարձության հստակ ծրագիր։ Հստակ ծրագիրը հստակ կետեր է պարունակում եւ այդ կետերի իրականացումը չի եղել։ Ես կրկնում եմ, որ Սփյուռքը մեր ամենամեծ մարդկային ռեսուրսն է, որը գոյություն ունի։ Եթե լիներ հստակ պետական ծրագիր հայրենադարձության, մենք արդեն այս 30 տարվա ընթացքում Հայաստանում կունենայինք ոչ թե 3 միլիոն, այլ 6 միլիոն առնվազն 6 միլիոն բնակչություն։ Եվ դա դեմոգրաֆիական հարցը կլուծեր, դա կլուծեր Սփյուռքի հարցը, ժամանակին կներեք Սյունիքի հարցը, դա ժամանակին կլուծեր Արցախի հարցը, որտեղ բնակչությունը պետք է հասներ այս 30 տարվա ընթացքում առնվազն 1 միլիոնի։ Եթե Արցախում լիներ 1 միլիոն բնակչություն, իսկ դա պետական ծրագրով էր միայն հնարավոր, ոչ ոք չէր հարձակվել, չէր կարողանա հարձակվել Արցախի վրա։ Եվ նույնը Սյունիքում, եթե հիմա մենք Սյունիքում 1.5 միլիոն բնակչություն ունենայինք, ոչ ոք չէր խոսա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Այսինքն դա մեր սխալ պետական քաղաքականության հիման վրա է եղել այս հարցը, որը որ ամենակարևոր, կրկնում եմ, ամենակարևոր հարցերից մեկն է։ Մենք կարող էինք ունենալ Հայաստանում 6 միլիոն բնակչություն եւ այս հարցով լուծել դեմոգրաֆիական հարցը եւ 6 միլիոն բնակչություն ունեցող երկրի վրա ոչ ոք հարձակվելու միտում անգամ չէր։ Առնվազն 1 միլիոն բնակչություն պետք է լիներ Արցախում։ Արցախում բնակչությունը 150,000-ից այդպես էլ չավելացավ։ Եվ ես կարծում եմ, որ դա նույնպես այդ փակ բոլորիս անհայտ հետո է դա բացում, բոլորիս անհայտ քաղաքականության հետևանք է։ Դա պայմանավորվածության հետևանք է, ես հիմա այդպես եմ կարծում։ Պայմանավորված, որպեսզի բնակչությունը չավելանա, որպեսզի պետական ծրագրեր չլինեն այնտեղ բնակչությունը ավելացնելու, տարբեր ծրագրերով բնակեցնելու մարդկանց այնտեղ աշխատանքով, հողով, տնով, տարբեր ռեսուրսներով ապահովելու ծրագրերը չիրականացնելու միտում է։ Եվ դա ակնհայտ է հիմա, եւ դա տեսնում ենք հիմա, երբ որ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Այս հարցը պետք է հիմա լուծենք, հիմա, եթե ուշացրել ենք ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, այո, մենք պետք է Իսրայելի հետ հարաբերություններ հաստատենք, դա շատ կարևոր հանգամանք է։ Եվ պետք է հաշվի առնենք իհարկե մեր հարևանությամբ գտնվող Իրանի հանգամանքը, այդուհանդերձ մենք մեր հարաբերությունները այդ երկրի հետ պետք է զարգացնենք, որովհետև Իսրայելը մեծ սփյուռք ունի եւ մեծ լոբի ունի ամբողջ աշխարհում եւ դա մեզ կարող է շատ օգտակար հայրենադարձության խնդիրը շատ լուրջ խնդիր է եւ իրականության մեջ, եթե մենք ասենք Հայաստանը չկարողացավ այդ խնդիրը լուծել ոչ միայն առանձին ծրագրերի հարցով, այլև չկարողացավ այն ժամանակ եւ դա պարզապես անհրաժեշտ էր լուծել։ Ես նկատի ունեմ օրինակ առաջի Արցախյան պատերազմից առաջ, երբ Բաքվից, Սումգայիթից եւ Ադրբեջանի այլ քաղաքներից մենք տարբեր գնահատականներով 400-ից 600,000 փախստական ունեցանք, որոնք դուրս էին եկել այնտեղից հիմնականում առանց որևէ գույքի, առանց որևէ հնարավորության եւ առողջ բանականությունը հուշում էր, որ այդ մարդկանց կարելի է տեղավորել հենց Արցախում կամ ազատագրված շրջաններում։ Ցավոք սրտի այդ մարդկանցից շատ քչերը մնացին Հայաստանում, հիմնականում լրացրեցին
սփյուռքի շարքերը տարբեր երկրներում։ Ես նկատի ունեմ, ասենք օրինակ սիրիական պատերազմի ժամանակ սիրիահայերի ներգաղթը, ես նկատի ունեմ տարբեր այդ կոնֆլիկտ Իրաքի պատերազմի ժամանակ իրաքահայերի ներգաղթը, մենք փաստորեն այդպես էլ չունեցանք կամ հնարավորություն կամ ցանկություն այնպես անել, որ մեր հայրենակիցները արմատները հենց տնեն Հայաստանում եւ ոչ թե ցրվեն աշխարհի երկրներով։ Ճիշտ եք նկատում, դա մի կողմից նայեք պատերազմների հետևանքով եկած բնակչության հաստատումը Հայաստանում գրեթե չեղավ։ Նրանք եկան Հայաստան եւ Հայաստանից գնացին այլ երկրներ։ Դա նկատի ունենք։ Իհարկե Հայաստանը բացի նրանից, որ պետական ծրագիր չուներ նրանց հաստատմանը հայրենիքում, գաղթականների հաստատմանը չուներ այդպիսի ծրագիր, այդուհանդերձ երևի մի քիչ ավելի դժվար է, որովհետև Հայաստանը փոքր երկիր է եւ տնտեսապես ոչ զարգացած երկիր է, բայց հետագայում այդ ներգաղթը պետք է ապահովել ոչ միայն պատերազմներից եկած մեր հայրենակիցների միջոցով, պատերազմներից այսպես թե այնպես պատերազմների հետևանքով ներգաղթը լինում է, դա ուզենք թե չուզենք, այլ պետական ծրագիրը պետք է լիներ սփյուռքի ներուժը ներգրավելու Հայաստանի կյանքում, դա շատ կարևոր է, որ Հայաստան գան ոչ միայն պատերազմների հետևանքով ներգաղթած մեր հայրենակիցները կամ ոչ հայրենակիցները, այլ նաև սփյուռքում հաստատված մեր հայրենակիցներ, այնպիսի գայթակղիչ ծրագրեր կառավարության կողմից, որպեսզի գործարարը կարողանար գալ եւ հաստատվել հայրենիքում, իր գործունեությունը ծավալել հայրենիքում, ծառայել հայրենիքին, հենց հայրենիքում, ոչ թե հայրենիքից դուրս։ Եվ սա շատ կարևոր գործ է, այսինքն մենք այդ հարցում էլ ենք թերացել։ Կրկնում եմ, այդ ներուժը, այդ ամբողջ ռեսուրսը մարդկային, մենք մեր կառավարությունները տարբեր ժամանակների չենք կարողացել օգտագործել, կամ օգտագործել են իշահ ինչ-որ խմբակների, եւ դա այդպես չպետք է լիներ։ Ես կարծում եմ, որ դրա այդ ծրագիրը չիրականացնելու հետևանքներից մեկն էլ այն է, որ մենք մնացել էինք եւ դեռևս մնում ենք ռուսական ծիրում։ Մենք պետք է դուրս գանք այդ ծիրից, որովհետև մենք տեսնում ենք, որ այնպիսի կառավարություններ, ինչպիսին Ռուսաստանն է, նրանց ձեռնտու է Ալիևներ, Լուկաշենկոներ, Նազարբաևներ, այսինքն այնպիսի մարդիկ, որոնք հիմնականում իրենք են փոփոխություններ չկա, ընտրություններ համարյա չկա, ձևական ընտրություններ են եւ նրանք ենթարկվում են պուտինյան կառավարության։ Մենք եթե ժամանակին կարողանայինք դուրս գալ եւ դիվերսիֆիկացնեինք մեր քաղաքականությունը, մենք այս իրավիճակում չէինք հայտնվի։ Եվ այդ ծրագրերից մեկը կիրականանար ավելի շուտ եւ ավելի էֆեկտիվ։ Նկատի ունեմ Հայաստանում ներգաղթի ծրագիրը։ Իլրուման ձեր վերջին հարցադրումներին ասեմ, որ գործարարների մուտքը Հայաստան եւս պրոբլեմատիկ էր, քանի որ Հայաստանի տնտեսությունը այս տարիներին ձևավորվեց որպես օլիգարխական տնտեսություն։ Եվ Հայաստանի օլիգարխները, որոնք ունեին հարյուրավոր ձեռնարկություններ, բոլորովին շահագրգռված չէին, որպեսզի այո, մրցակցության մեջ մտնեն նաև սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։ Դա մրցակցությունը ընդհանրապես բացակայում է, ճիշտ է։ Այո, եւ այս իմաստով ես չեմ կարծում, որ ինչ որ բան փոխվել է, չնայած Հայաստանում ինչ որ իրադարձություններ են տեղի ունենում, մենք հիմա դրանց կանդրադառնանք, բայց ոչ մի փոփոխություն չի եղել։ Նախ եւ առաջ լսենք մեր հեռուստադիտողներից մեկին։ Այո, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Ձեր հարցը ձևակերպեք։ Ես երկու հարց ունեմ մեր ուրին։ Բարեկամ,
Ես քեզի մի հատ հարց եմ ուզում տալ, ես չգիտեմ դու ով ես, բայց ես իրար ուզում եմ մի հատ երկու հատ հարց տալ։ Վահե Կարապետյանը բարերար Հայաստանում 3 տարի մարդը չարչարվավ, լայսենս պլետ չտվեցիք այդ մարդին։ Մարդը պետքա դար միլիոններով մեքենա պետքա շինեին, միլիոններով, հազարներով, այդ մարդին 3 տարի ֆրծրին չտվեցին։ Դուք Սփյուռքի ժողովրդին դրել եք մեզի ապուշիտեր, Սփյուռքը մերակ գիտես երբ դեզիտեր, երբ որ մեղնը գնեք, փող ուզեք, մեկ է նսեք, այս շինվար հավաքեք, Ես խնդրեմ մի հատ պարոն Սերգեյ Հերոստատիտո Արայիկ Հարությունյանը շենք արմիկան բակո Դուք ում եք ուղղում այդ ձեր զայրույթը ում դեմ է ուղղված Իր զայրույթը որտեղ մեզի բարի տեղ են դրել ասա Ովքեր են դրել Չէ կարող է Ովքեր են դրել Ովքեր կառավարությունը, ներկա կառավարությունը Շնորհակալություն Եթե արձագանք ունեք խնդրեմ Դե ամեն դեպքում զայրույթը հասկանալի է, ճիշտ է հարց չձևակերպվեց, բայց ամեն դեպքում հասկանալի է։ Ես ասեմ, որ խոսքը գնում էր Վահե Կարապետյանի մասին, որը Հայաստանում ավտոմեքենաների գործարան էր բացել, իր գործարանի ֆիլիալը, եւ մի քանի տարի պատերազմից առաջ չարչարվելուց հետո բազմաթիվ խոչընդոտներ եւ այդպես էլ չկարողացավ այդ գործարկել եւ փակեց։ Այո, թեմայից անտեղյակ եմ, այդուհանդերձ կարծում եմ, որ ձեր նշած այդ օլիգարխիկ համակարգը հենց այդպես է գործում, որպեսզի այլ ձեռնարկատերեր չկարողանան հաստատվել Հայաստանում եւ ստեղծվի մոնոպոլիա եւ սա արդեն տարիների գրեթե 3 տասնամյակների Շատ լավ, հաջորդ հեռախոսազանգել ընդունենք, եթե կարելի է, բարև ձեզ դուք եթերում եք։ Բարի երեկո Տիգրան ջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեր զրուցակցին։ Ես ուզում եի հարցնել, չէ՞ որ այդ փորձը եղել է, որ սփյուռքահայերը վերադառնան Հայաստան։ Դա եղել է, ասենք 46 թվին, 7 թվին, 8 թվին։ Դե անշուշտ այդ պատերազմից դուրս եկած տարիներ էին դժվար հասկանալի է, բայց նա եղավ 65 թվականին, նույնիսկ իրանց տուն տվեցին կվարձիրաներ, շենքերից թազա, եւ նրանք չմնացին, հետ վերադարձան Սփյուռք, երբ որ առիթի եղավ։ Իսկ գալով Թուրքիայի հետ հարաբերություններին մենք ստիպված ենք իրանց հետ հարաբերություն անել։ Ոչ թե մենք իրանց սիրելուց։ Նախ առաջինը ավելի վտանգազերծ կլինենք, երկրորդը մեզ համար շահավետ է, սահմանակից երկիր է։ Հիմա ճիշտ եք ասում, ավելի Սփյուռքի վրա պետք է մնա պայքարը, որտեղ եթե Հայաստանի կառավարությունը պայքարեց, Թուրքիան եւ Ռուսաստանը կմիանան անշուշտ Թուրքիային, մեզ համար բավական լուրջ խնդիրներ կարող են ստեղծել։ Այդպես չեք կարծում արդյոք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Համեցեք։ Այո, իհարկե, պայքարի տարբեր ձևեր կան, կոշտ պայքարը ոչ ոք չի քարոզում, մենք չենք ասում, որ պետք է, այսինքն պատերազմը տաք պահել, չէ, մենք այդ վիճակում չենք, մենք դեռևս գտնվում ենք պատերազմի մեջ, ասեմ, որ դա պարզ լինի, քանի որ մենք տաք փուլից անցել ենք սառը փուլ, անցել ենք տեղեկատվական պատերազմի եւ այլն։ Բայց ոչ ոք չի մերժում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատվեն։ Իհարկե պետք է, նաև դիվանագիտական հարաբերություններ պետք է։ Իհարկե մեր հարևանն է, պետք է ունենա։ Բայց ոչ թե թույլի եւ ուժերի միջև ցեղասպանի եւ ցեղասպանվածի միջև հարաբերությունները դա պետք է դիտարկենք։ Այլ մենք պետք է կարողանանք հասցնել մեր հարաբերությունները այն մակարդակի, որ Թուրքիան հասկանա մեր առավելությունը, մեր իրավունքը հասկանա, հասկանա, որ իրոք ինքը
սխալ է գործել, պատմական սխալ է տեղի ունեցել եւ այդ սխալի համար պետք է պատասխան տա։ Այդպիսի հարաբերություններ պետք է լինեն եւ դրանք պետք է լինեն դիվանագիտական հարաբերություններ։ Հիմա աշխարհի տարբեր երկրների միջև կան հարցեր, այնպես չի որ բոլոր երկրներում հարևան երկրներում հարցեր չկան, սակայն այդ հարցերը լուծվում են դիվանագիտական ճանապարհով։ Ես հիմա գիտեմ, որ Եվրոպայի առնվազն 20-25 երկիր, ինչքան էլ որ աշխարհում պատերազմներ տեղի ունենան, նրանք իրար դեմ չեն պատերազմել։ Ինչքան էլ իրենք իրար մեջ հարցեր ունեն։ Նրանք էլ կյանքում իրար դեմ պատերազմ չեն պատերազմելու։ Անգլո-ֆրանսական պատերազմ չենք տեսնելու մենք այլևս, ասենք գերմանա, չգիտեմ, պորտուգալական պատերազմ չենք տեսնելու։ Ինքն նրանք արդեն իրենց հասել են այն մակարդակի, որ իրենց հարցերը լուծում են դիվանագիտական, խաղաղ, քաղաքակրթական ճանապարհով։ Մենք Թուրքիային պետք է բերենք այդ դաշտ։ Ինչպես պետք է տնտեսապես զարգանանք։ Այն աստիճան զարգանանք, որ սա մի քիչ ուտոպիայի ժանրից եմ ասում, բայց ասեմ, որպեսզի որ տեսնենք, թե ինչպես են Վանն ու ասենք Էրզրումը, Կարինը վերադառնում Հայաստանի տարածքներ։ Կարող ենք հասնել այդ աստիճանի զարգացման։ Էլի եմ կրկնում, մի քիչ ուտոպիայի ժանրից եմ ասում, բայց ասածս այն է, որ հենց մեր մեծ գրողի ասածը, եթե ուզում ես լավ երկիր կառուցել, եթե ուզում ես ուժեղ երկիր ունենալ, հենց այդ հարևանի աչքիդ առաջ զարգացրու քո տնտեսությունը, դարձիր զարգացած երկիր, դարձիր եվրոպական արժեքներով երկիր։ Այնպես չէ, որ եվրոպական շատ արժեքներ մենք ընդունում ենք, հաշվի առնելով մեր ազգային նկարագիրը, ազգային ավանդույթները, բայց Եվրոպայից մենք շատ բան ունենք սովորելու, շատ բան։ Եվ դա կարծում եմ այդ սովորելը մեզ կբերի ավելի զարգացման։ Մենք կարողանանք ավելի զարգացնել մեր տնտեսությունը եւ այս հարցում արդեն հարաբերությունները մեր հարևանների հետ կլինեն արդեն ուրիշ։ Եվ իհարկե ցեղասպանության հարցն էլ առաջին հերթին մենք պետք է արծարծենք Թուրքիայի հետ։ Բայց ոչ թե կրավորական դիրքից, այլ իրավունքի դիրքից։ Մենք ունենք իրավունքներ եւ այդ իրավունքները եւ դա Թուրքիան շատ լավ գիտի այդ իրավունքների մասին, միջազգային իրավունքների մասին։ Մենք պետք է պաշտպանենք մեր այդ իրավունքները։ Մենք խոսում ենք ցեղասպանության արդյունքում առաջացած մեր իրավունքի մասին վերականգնել մեր հայրենիքը, մեր միասնական ապրելու իրավունքը, բայց բոլորին վերջերս մի քանի տարի առաջ մենք ունեցանք ցեղասպանական ակտ Արցախում, երբ հայրենազրկվեցին 120-150 հազար մարդ, եւ այս պարագայում, այո, այդ կեցվածքը, որը ունի մեր կառավարությունը, ես կարծում եմ հեռուն տանել մեզ չի կարող։ Բայց վստահ եմ, որ ինչպես մյուս համայնքները, մյուս հայերը, սփյուռքահայերը ԱՄՆ-ում, Իսպանիայում եւ այլուր հետևում եք այս ընտրություններին, որոնք վերջերս անցան Հայաստանում, խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին է եւ մի քանի օր հետո նոր խորհրդարանը կսկսի աշխատել, ինչպես եք գնահատում այդ ընտրությունները եւ ամենակարևոր հարցը, ինչու նման խորհրդարան առաջացավ։ Այսինքն դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, որոնց մի մասը պաշտպանում է Փաշինյանի կուրսը, այն ինչի մասին դուք խոսում եք մի քիչ առաջ, հրաժարվել բոլոր այդ տեսակի իրավունքներից եւ միայն տեղ ապրել։ Եվ մյուս մասն էլ այսպես հաճույքով ընտրում են, ասենք, ռուսական կախվածության ունեցող ուժերին, որոնք որ շարունակելու են Հայաստանը պահել Ռուսաստանի ծիրում։
Ինչպես կբացատրեք այս խնդիրը։ Ընտրությունները ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ գուցե մի քիչ ավելի բաց են, քան նախորդ ընտրությունները, սակայն իշխանությունները, գործող իշխանությունները այն ժամանակ, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարողացավ նորից իր համար ստեղծել հարմար ընդդիմություն։ Հարմար ընդդիմություն, ես կասեի, որ խորհրդարանը չփոխվեց։ Վերջնարդյունքում խորհրդարանը մնաց նույնը։ Հիմա մենք այս խորհրդարանի կուրսում նորից տեսնելու ենք Դավաճան, Հողատու, նրանք էլ նրանց կաշառակերներ եւ այլն, նույն բանը առանց աշխատանքի, այսինքն գնալ այնտեղ մեկը մյուսի վրա գոռալ Դավաճան եւ կաշառակեր, չմտածել, չաշխատել, այսինքն Հայաստանի տնտեսության զարգացման հարցում, դա ակնհայտ է, այսինքն չձևավորվեց նոր խորհրդարան, խորհրդարանը թարմացվեց մի քիչ։ Մենք տեսնում ենք նույն խորհրդարանը, ռուսական ծիրի տակ գտնվող ընդդիմություն եւ տարածաշրջանից դուրս չեկող Եվրոպա չգնացող, մենք տեսնում ենք ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա չի գնա։ Դա ուղղակի ցույց է տալիս, որ ինքը ավելի շատ արևմտամետ է, քան ռուսամետ, բայց մենք տեսնում ենք, որ վերջին հաշվով նա ավելի շատ ռուսական ծիրն է բռնում։ Այսինքն ունենք նույն խորհրդարանը, ընտրությունները ձևավորվեցին նույն խաղերով, ոնց որ անցած ընտրությունները։ Ձևավորվեց հարմար ընդդիմություն, այն ուժերը, որոնք կարող էին անցնել խորհրդարան եւ պետք է որ անցնեին խորհրդարան, որպեսզի այդտեղ լսվեր այլակարգություն, խորհրդարանում գոնե 1, 2, 3 ուժ պետք է լիներ, ովքեր այս գզվռտոցից դուրս Հայաստանի տնտեսության զարգացման հարցերով թեմաներ կարծրացին։ Չկան այդ ուժերը, նորից նույն ուժերը ձևավորվեցին։ Խորհրդարանը թարմացվեց, մի քիչ անձերը փոխվեցին, մի քիչ տեղափոխություններ եղան եւ հիմա մենք տեսնելու ենք այս մի քանի տարվա ընթացքում, եթե իհարկե արտահերթ ընտրություններ տեղի չունենան, այս մի քանի տարվա ընթացքում նույն պատկերը։ Վերջին հաշվով ոչ մի բան չփոխվեց ընտրությունների հետևանքով։ Այդ մեր ձևով շարժումը հենց կառավարությունը ստեղծեց, ձեր ձևով շարժումը ստեղծեց, ինքը ստեղծեց իր համար հարմար ընդդիմություն եւ սկսեց պայքարել այն նույն ոճով, որով որ պայքարում էր 2021 թվականի ընտրությունների ժամանակ։ Դուք նկատում եք, որ Հայաստանում չնայած այսպես ազատ ընտրությունների դեկլարացիային կամ հայտարարմանը, իրականում միայն օլիգարխներն են կարողանում մասնակցել կամ նախկին իշխանությունները։ Այլ ուժերը չեն կարողանում մասնակցել այդ ընտրություններին, որովհետև կան բազմաթիվ խոչընդոտներ օրենսդրական ձևով։ Ճիշտ եք նկատել, շատ ճիշտ է։ Օրինակ ես կցանկանայի այս նախընտրական պայքարում տեսնել օրինակ դեբատ Նիկոլ Փաշինյանի եւ ասենք Գուրգեն Սիմոնյանի մեջ։ Հաստատ Նիկոլ Փաշինյանը չէր դիման այդ դեբատ, որովհետեւ կհնչեին ճիշտ հարցեր եւ կհնչեին ճիշտ պատասխաններ հենց ընդդիմադիր ուժի կողմից։ Բայց ինչ հարցեր պիտի արծարծի Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի դեմ։ Այսինքն ամեն ինչ պարզ է։ Նրանց տված բոլոր հարցերն ու պատասխանները ունի Նիկոլ Փաշինյանը, ունի։ Նույնիսկ անհեթեթ է այդ հարցերը արծարծել նորից։ Այսինքն ամեն ինչ պարզ է դառնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանին այդպիսի ընդդիմություն, օլիգարխիկ ընդդիմությունը շատ ձեռնտու է, որպեսզի ասի բերելու եմ, տապալելու եմ, ամեն ինչը խլելու եմ, դա ձերն է, ժողովուրդ ջան, ամենահարմար ընտրությունները, ամենահարմար ընդդիմությունը հենց սա է իշխանության համար, ներկայիս Հայաստանի քաղաքական կուրսը հաշվի առնելով։ Այսինքն մեր քաղաքական դաշտը շատ թունավոր է։ Մենք պետք է մաքրենք այդ քաղաքական դաշտը։ Շատ ուժեր կան, շատ լավ ուժեր կան, որ
մաքուր հետագիծ ունեն եւ կարող են ստեղծել եւ ես միշտ նկատել եմ շատ են համատում մեզ, ասենք Իսրայելի կամ Սինգապուրի կամ մյուս փոքր երկրների հետ, նրանց կառավարությունների, նրանց ղեկավարների, նախագահների հետ, մի հատ տեսեք Իսրայելի ղեկավարներին, բոլորը գիտնականներ են։ Եվ նայեք մեր ղեկավարներին։ Ինչ ունենք մենք։ Պատեհապաշտությամբ իշխանության եկած մարդիկ, որոնք իրենց իշխանությունը պահելու համար հենվեցին օլիգարխիայի վրա։ Այդպիսի իշխանություններ ունեցանք եւ ունենք մինչեւ հիմա։ Օլիգարխիան չպիտի լինի խորհրդարանում, բայց մենք տեսնում ենք, որ անցած խորհրդարանում իհարկե օլիգարխիա կար, իհարկե դա ակնհայտ էր։ Եվ այս հարցով այս ընտրությունները մեծ փոփոխություններ, մեծ հաշվով չբերեցին մեր քաղաքական կյանքում, կրկնում եմ, քաղաքական դաշտը շատ թունավոր է եւ այդ թունավորը նաեւ թունավոր լինել նաեւ պայմանավորված է արտաքին գործոնի հետ։ Արտաքին գործոնը շատ ուժեղ է, շատ ուժեղ ձևով է ազդում հայկական, դեռևս ազդում է հայկական քաղաքական կյանքում։ Շնորհակալություն, ցավոք մեր հաղորդման ժամանակը մոտեցավ իր ավարտին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հետաքրքիր զրույցի մասին։ Ես կարծում եմ մենք ժամանակ առ ժամանակ պետք է գոնե այսպես եթերում հանդիպենք ձեզ հետ մյուս հայկական կառույցների ղեկավարների հետ, որովհետև նախկինում երբ կար այդ միջոցառումները, այդ ցանցը ակտիվ էր եւ հայկական կազմակերպությունները զուգահեռ կապեր ունեին նաեւ տարբեր երկրների հայկական կազմակերպությունների հետ։ Հիմա ես կարծում եմ այդ ամբողջը հետընթաց է ապրում, բայց մենք կարող ենք օգտվելով տեխնոլոգիաներից, օգտվելով ժամանակակից հնարավորություններից փորձել ամուր պահել Սփյուռք Հայաստան կապը, ինչպես նաեւ Սփյուռք կապը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Վալենսիայում գտնվող Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։